Այս սահմանները վերահսկելու համար ինչա պետք։ Ընդամենը գլոբալ մեխանիզմ վերից կառավարվող հսկվող մի մեխանիզմ, որ համապարփակ կերպով բոլոր կողմերից փակի մուտքը այդ թմրանյութերի։ Այդ հո ստեղ չի արտադրվում։ 1000-ից մեկ կարող է ինչ-որ միտեղ մի ինչ-որ լաբորատորիա լինի, ու այն էլ շատ արագ ձևով, ասենք այսօր։ Հա, ագենտուրնի ցանցը, չնայած չգիտեմ ագենտուրնի ցանց իրականում մնացել է տղերքի մոտ թե չէ, որոնք աշխատում են այդ ոլորտում։ Որտեվ եթե կոպիտ ասած ագենտուրնի ցանցը առավոտից ցիրիկոն ընդդիմադիրների հետևից վազվզի, բնականաբար գլոբալ խնդիրներին չի մնա, բայց ինչևից է, կարծում եմ կան այդ մարդիկ։ Եթե ստեղ ինչ-որ լաբորատորիա լիներ արտադրող, այդ վարկյանականի հայտ կգար։ Այսինքն դրսից է գալիս, չէ՞։ Ու այս հնարավոր եք համարում, որ այս մի փոքր Հայաստանում, որտեղ ընդամենը 2 սահման է պետք ցամաքային վերահսկել, 2 հատ էլ օդային սահման, հա, 2 օդանավակայանի տեսքով, հնարավոր չի վերահսկել, հա։ Այն ծավալի թմրանյութը, որ հիմա վխտում է Հայաստանում, փողոցներով ուղակի քայլեք, պետք չի դրա համար ապացույց, հա։ Նայում ես, ասենք, բնակչության կեսը ֆանարիկներով գիշերի ինչ-որ բաներ է ման գալիս։ Այդ ծավալի թմրանյութերը հնարավոր չի մտցնել ինչ-որ այն չիլնոչնիկներով, հա, այն Աֆղանիստանի սահմանից, որ անցնում են ռյուկզակներով մեջքի հետևը բանը գցած։ Այդ հնարավոր չի այդ մեխանիզմով։ Դա ընդամենը պետք է նորմալ վերահսկել